անգամ է հանրային հեռարձակող խորհրդի նախագահի կարգավիճակում ներկայանում կատարողականի քննարկմանը, շնորհավոր պարոն Դարբինյան, եւ ձեզ բեղմնավոր աշխատանք եմ մաղթում։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ այստեղ են գտնվում հանրային հեռուստատեսության տնօրենը, Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն թե ներկայացուցիչն է Տիկին Աննա։ Տնօրենի պաշտոնակատարը հանրային ռադիոյի տնօրենը, եթե հավելել բան կա դուք էլ ասեք, բայց այստեղ չեն գտնվում այն մարդիկ, ովքեր հաճախ ազգային ժողովի ամբիոնից ինձ օրինակ հարցեր են ուղղում հանրային հեռուստատեսության մասին, ես էլ ասում եմ, որ դե կգա պարոն Մովսիսյանը իրան կհարցնեք, իսկ այստեղ միայն ես ու պարոն Բաբայանն ենք, ես կփորձեմ մի երկու հարց փոխանցել։ Խնդրեմ կատարողականի հետ կապված կարող եք սկսել պարոն Դարբինյան։ Հարգելի նախագահող, հարգելի պատգամավոր, ես չէի պատկերացնում, որ եզակի կդիմեմ, կարծում էի իսկապես ես էլ էի ակնկալում, որ ներկա կլինեն պատգամավորները, հանձնաժողովի անդամները։ Հա, անընդհատ մենք դե բնականաբար հերակա ինչ-որ տենց երկխոսության մեջ ենք, մեղմ ասած, և ուրեմն ներկայացնեմ 24 թվականի բյուջեի կատարման ամփոփ նկարագիրը, կաշխատեմ հակիրճ լինել։ 24-ին հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանատվությամբ իրականացվել է մեկ ծրագիր, որի շրջանակում օգտագործվել է 8 միլիարդ 340 միլիոն 700 հազար դրամ, կատարողականը փոքր-ինչ ավելի բարձր, քան հնչել են կարծում եմ մինչև հիմա 99.3%, շեղումը 54 միլիարդ 600 միլիոն դրամ։ Շեղման հիմնական մասը 51 միլիոն 600 հազար դրամը պայմանավորված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում միջոցառման գծով որոշ կապիտալ աշխատանքների իրականացումը 2025 թվական տեղափոխմամբ։ Ընդհանուր ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայություններ միջոցառմանը տրամադրվել է շուրջ 6 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ ռադիոծառայություններ միջոցառմանը տրամադրվել է 970 միլիոն 900 հազար դրամ, որոնք ամբողջությամբ իրականացվել են։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում միջոցառման իրականացումը կազմել է 528 միլիոն 300 հազար դրամ, կատարողականը 91.1%։ Ծրագրի գծով ընդհանուր ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 8%-ով կամ 619 միլիոն դրամով, որի հիմնական մասը 480 միլիոն դրամը պայմանավորված է Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովման նպատակով հավելյալ ֆինանսավորմամբ։ Հիմա արդյունքային ցուցանիշները ներկայացնեմ, հաշվետու տարում ընդհանուր ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայությունների շրջանակներում իրականացվել է տեսալսողական մեդիայի մասին օրենքի պահանջներին համապատասխան հեռուստահաղորդումների հեռարձակում առաջին ալիք, միջազգային ալիք եւ լրատվական ալիք տեսալսողական ծրագրերից յուրաքանչյուրի եթերում 8772 ժամ տևողությամբ նախատեսված 8784 ժամի դիմաց։ Ապրիլ ամսից հեռարձակվել է առաջին ալիք Ամերիկա տեսալսողական ծրագիրը եւ 9 ամիսների ընթացքում հեռարձակվել է 6600 ժամ։ Առաջին ալիք տեսալսողական ծրագրի եթերում հեռարձակվել է 3420 ժամ տևողությամբ օրիգինալ նոր հաղորդումներ, սահմանված 3183 ժամի փոխարեն, բազմազանություն ապահովող թվով 51 հեռուստահաղորդաշար, սահմանված 55-ի փոխարեն, գենդերային զգայուն բովանդակությամբ 35 ժամ, սահմանված 25 ժամի փոխարեն եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 25 ժամ հեռուստահաղորդումներ, սահմանված էր 25 ժամ։ Միջոցառման ծախսերը կատարվել են նախատեսված ծավալով 6 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաններում։ Ռադիոծառայությունների շրջանակում իրականացվել է ռադիոհաղորդումների հեռարձակում հանրային ռադիոընկերության առաջին ծրագիր, երկրորդ ծրագիր,
համացանցային սփռման մշակույթ լսողական ծրագրերից յուրաքանչյուրի եթերում 8784 ժամ, հոգևոր մշակութային լսողական ծրագրի եթերում 8772 ժամ, հայրաքաղաքային սփռման արևիկ լսողական ծրագրի եթերում 8774, համացանցային սփռման մշակույթ լսողական ծրագրի եթերում 6576 ժամ, Մերձավոր Արևելքի եւ հարևան երկրներում օտարալեզու լսողական ծրագրերի եթերում 637 ժամ եւ հանրային ռադիո AM լսողական ծրագրի եթերում 8782 ժամ։ Ուրեմն եւ կրթական մշակութային ուղղվածությամբ հեռուստատեսային ծառայությունների միջոցառման շրջանակներում հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության կողմից պատրաստվել եւ հեռարձակվել է 8778 ժամ տևողությամբ հեռուստատեսային բովանդակություն։ Սա է ուրեմն ամփոփ պատկերը, կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել ընկերությունների բան, բայց եթե դրա կարիք կա։ Շնորհակալություն պարոն Դարբինյան, ճիշտն ասած չգիտեմ դրա կարիքը որ լիներ գուցե ներկայացվածությունը մի փոքր ավելի ստվար լիներ։ Ես այս ընթացքում բազմաթիվ թեզեր եմ դուրս բերել, որոնց մտածում եմ, որ պետքա կարիք կլինի, որ մասնավորապես հանրային հեռարձակողները արձագանքեն, բայց ինձ թվում է դա ընդհանրապես ոչ նպատակահարմար է այս պահին։ Ըստ էության այդ հարցերը միայն ազգային ժողովում փոխհրաձգությունների մասին են, ոչ ոք չի մտածում, որ հանրայինում որևէ խնդիր կա, ես դրանում համոզվում եմ, ես ինքս չէի մտածում այդպես, պարզվեց մյուսներն էլ։ Պարոն Բաբայան, հարց ունեք։ Եթե ավելացնելու բան ունեք, պարոն Դարբինյան, դուք կամ կցանկանան մեր գործընկերներից որևէ մեկ ինչ-որ բան ավելացնել, մենք ժամանակ ունենք, ես կտրամադրեմ հնարավորություն։ Անկեղծ ասած, ընդամենը մի հարցի մասին կուզեի այստեղ բարձրաձայնել, շատ իհարկե խնդիրներ կան, բազմաթիվ են հարցերը, բայց նկատի ունենալով ստեղծված իրավիճակի, ուրեմն յուրահատկություն։ Պարոն Դարբինյան, եթե դուք կամ գործընկերներից որևէ մեկ կարծում եք, որ ազգային ժողովում այս տարվա ընթացքում հնչել է որևէ պնդում իրանց գործունեության մասին, որոնց իրանք ուզում են արձագանքեն, համարեք, որ դա հնչել է այստեղ եւ արձագանքեք, ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում կլինի։ Այս բանին ճիշտն ասած ես դժվարանում եմ մտաբերել, բայց քանի որ ուրեմն վերջին մեր նախաձեռնությունը հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունները ես կուզեի մի հակիրճ անդրադառնալ ռադիոյի գործունեությանը նաև այս ընթացքում ի տարբերություն նախորդ անգամների այս անգամ խորհուրդը որոշեց անմիջական ընտրությամբ ինքը, այսինքն խորհուրդը ընտրի տնօրենին եւ դա օրենքի սահմաններում է բնականաբար եւ ուրեմն երևի բոլորիդ է հայտնի ռադիոյում ստեղծված եւ մթնոլորտը եւ տրամադրությունները եւ յուրահատկությունները եւ խնդիրները, որոնք բազմաթիվ են, ես կուզեի հակիրճ ուղղակի ներկայացնել, թե այս ընթացքում ինչ է կատարվել ռադիոյում, եթե բան չի։ Ուրեմն սեպտեմբերից են կատարվել որոշ փոփոխություններ եւ այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ կուզեի շեշտել կիրակի օրերին 5 անգամ կլոր ժամերին ուղիղ եթեր բանով թողարկվում են լուրեր 5 րոպե տևողությամբ։ Ավելացել են նոր հաղորդաշարեր, Soundcheck, Sportcast, Սուրճ եւ Սեր առավոտից, սրանք ժամանցային ուրեմն ծրագրեր են, նախաձեռնել են եւ իրականացրել օրացույցից դուրս մշակութային շաբաթական խորագիրը, առանց տողատակի կեսժամյա քաղաքական զրույցը վիզուալացվել է եւ ամեն օր եթեր է գնում աշխատանքային օրերին, շաբաթվա երկար որոշ հաղորդումներ դուրս են եկել եթերացանցից, որոնք աչքի էին ընկնում իրենց ոչ այնքան ակտուալ ուրեմն բովանդակությամբ, ոչ այնքան հրատապ
Պարոն Քոլյան, գուցե դուք ասեք, որոնք են դուրս եկել, ես այստեղ ճիշտն ասած չեմ մանարել։ Շնորհակալություն, մի շարք հաղորդումներ, որոնք բավական մեծ տևողություն են ունեցել եւ հիմնականում եղել են պատմական թիրախներով, մեկը կոչվել է հայկական հարց, որը մենք խնդրել ենք ֆորմատը ձևափոխել, դարձել է հայագիտակ, բայց ըստ էության մնացել է նույնը, հաղորդումներ, որոնք հիմնականում աչքի են ընկել իմ համոզմամբ անհարկի պաթոսով եւ կենտրոնացած են եղել մեր ժողովրդի ողբերգական անցյալի էջերի վրա, թեպետ այդ էջերը եղել են եւ մենք միշտ կլուսաբանենք այդ թեմաները, բայց անցյալում եղել են նաեւ ոչ միայն այդ էջերը եւ մենք խնդրել էինք, որ հաղորդումները վերանայվեն ֆորմատի իմաստով, սակայն հեղինակները դա չեն կարողացել անել եւ այդ կարգի հաղորդումները աստիճանաբար դուրս են եկել։ Դե իսկապես մատուցման ոճը այդ հաղորդումների, այդ թեմաների վերանայել ոճը, որտեղ օրինակ հիմա այս որ ասացիք պարոն Քոլոյան, այս վերջին տարվա ընթացքում մասնավորապես ոնց որ հետաքրքրվել եմ ավելի շատ, Ցեղասպանության թանգարան ինստիտուտը ֆանտաստիկ գործ անում, եթե նաև միջազգային գործընկերների հետ, բայց հետազոտական ու ոնց որ ոչ պաթոսային, այլ բովանդակային աշխատանք անում ու չնայած մեր պատմության ամենաողբերգական էջն է, բայց ֆանտաստիկ հետաքրքիր եւ կարեւոր աշխատանք անում եւ ես կարծում եմ կարելի է այդ օրինակի տարբեր ինստիտուտները այդ փորձի փոխանակման բան անեն, տեսնեն ոնց է իրանց մոտ այդ բանը ստացվում, որ առանց հավելյալ բանի էմոցիոնալ դոզավորման հետազոտական աշխատանք կատարվի, գիտական աշխատանք կատարվի, գուցե գիտահանրամատչելի աշխատանք կատարվի։ Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, կներեք պարոն Դարփինյան, պարզապես այն հաղորդումները, որոնք, այսպես ասենք, շատ բարձր գնահատական չեն ստացել, դրանցում եղել են շատ մեծ մեջբերումներ գիտական գրքերից, տառացիորեն copy-paste տարած տարբերակներով եւ մատուցման ձևը եղել է ոչ ամենալավ նոր մեթոդներով, այդ ամենը պահանջել է նոր մոտեցում, սակայն դժբախտաբար այդ հեղինակները, որոնց մենք շնորհակալ ենք, երախտապարտ ենք երկար տարիներ ծառայելու համար մեզ եւ մեր ունկնդրին, այնուամենայնիվ մենք հասկացանք, որ այդ ամենը պետք է մի քիչ ավելի թարմ եւ նոր հայացքով մեկնաբանվի եւ եթե լինեն նոր հեղինակներ, իսկ ես հավատում եմ, որ կլինեն, այդ թեմաները իհարկե պիտի լուսաբանվեն մեր եթերում։ Այո։ Այդ դրա վերաբերյալ ավելացնելու բան կարծեք թե չկա, որովհետև ակնհայտ է այն պատկերը, որ եղել է եւ պարոն Քոլոյանը իսկապես կարծում եմ այդ ամենը կներկայացնի նորովի ժամանակակից մարդու ընկալումներին համապատասխան եւ մտավոր կարողություններին եւ շեշտը չի դրվի բացառապես զգայական այդ բաների վրա, որոնք շարունակաբար ավելի քան 100 տարի ուղեկցել են մարդկանց եւ տանում են դեպի բացասական դաշտեր։ Կուզեի նաև շեշտել Voice of Yerevan անգլալեզու շարքը, որը նույնպես նոր ծրագրերից է հանրային ռադիոյի եթերում։ Նաև պարոն Քոլյանի նախաձեռնություններից կուզեի նշել աշխատակիցների համար անգլերենի դասընթացներ կազմակերպելը, որը նրանց լեզվին տիրապետելը հնարավորություն կտա օգտվել շատ ավելի ազատ միջազգային անցուդարձից եւ չսահմանափակվել զուտ տեղական ուրեմն իրողություններով։ Բնականաբար ինչ որ նոր բաներ անելու համար նոր միջոցներ են նաեւ գուցե անհրաժեշտ ներգրավել, չգիտեմ, այդ խնդիրները երևի թե կարծարծվեն ավելի այլ ֆորմատներով,
Ինչ վերաբերում է հանրային հեռուստաընկերությանը, կուզեի շեշտել Չինաստանի հետ այդ ծրագիրը, որը նոր մասնաշենք է կառուցում, Չինաստան գիտեք, տեղյակ եք, նոր բան չի եւ կավարտվի, որքան հիշում եմ 26 թվականի աշնանը, չէ, պարոն Հովսիսյան։ Շատ կարծում եմ դրական ազդեցություն կունենա եւ կարծեք թե այսքանը, եթե հարցեր կան, խնդրեմ։ Խնդրեմ, պարոն Շնորհակալություն, պարոն Դարփինյան ներկայացման համար, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել պարոն Քոլոյանին իր ներկայացրած այդ արդիականացման հետ կապված մի հարց ծագեց այս խոսակցությունից, ուրեմն ես հիշում եմ, որ կային մի քանի օտարալեզու հաղորդաշարեր հանրային ռադիոն ուներ, ես ուզում եմ իմանալ արդյոք դրանք պահպանվում են կամ փոխվում են կամ կրճատվում են կամ անվելացվում են ինչ այդ իմաստով որևէ բան կա թե չկա եւ միաժամանակ մի անգամից ասեմ մյուս հարցել հանրային հեռուստաընկերության հետ կապված երևի պարոն Մովսիսյանը պատասխանի տեխնիկական ապահովության հետ կապված հիշում եմ որ լրջագույն խնդիրներ կային արդյոք խնդիրները գոնե մասնակի լուծում ստանում են թե նույն ձևով շարունակվում են շնորհակալություն օտարալեզու կոնտենտը ոչ թե կրճատվում է, այլ ավելանում է մեր ուժերի սահմաններում։ Մենք տալիս ենք ծրագրեր մեր երկրում ապրող ազգային 4 փոքրամասնությունների, քրդերի, եզդիների, ասորիների, հույների, մեր քուր եւ եղբայր ժողովուրդների նրանց լեզուներով, բացի այդ մենք ունենք անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, արաբերեն եւ մենք փորձում ենք դա ընդարձակել, եթե լինեն ռեսուրսներ կավելացնենք նաեւ ինչու՞ չէ ֆրանսերեն, դա շատ կարեւոր եմ համարում եւ եթե կարելի է իմ լավ բարեկամ Հովանեսը կպատմի հեռուստատեսության այդ տեխնիկական խնդրի մասին, բայց ես պետք է, քանի որ կա այս առիթը, ես չեմ կարող ցավով չնշել, որ հանրային ռադիոյում տեխնիկան վերջին անգամ վերազինվել է 22 տարի առաջ, փորձեք պատկերացնել 22 տարի ինչ է, ինչ մեծ հսկայական ուրեմն շրջան է, այնտեղ պարզապես օրինակ կոճակը կարող է սեղմել, դուրս չգա կամ թռնի դա անհրաժեշտ է բարեփոխել։ Ինչպես դե ես հասկանում եմ, բայց դուք այս մեր բարձրախոսները, որով դուք խոսում եք, անցած տարի ենք փոխել, մենք sense բարձրախոսներ չունեինք, նկատի ունեմ համոտավորապես այս տեխնիկայի թարմացման խնդիրներ բոլոր ինստիտուտները ունեն։ Հասկանում եմ, եւ գուցե ես ինչ որ իմաստով սա քաղաքական կոռեկտություն չի լինի, բայց քանի որ ես շատ հազվադեպ եմ այցելում այս սրահ, որտեղ աշխատում են մեր ժողովրդի ընտրյալները, ես չեմ կարող չասել նաև հազար ներողություն, չեմ կարող չասել, որ իմ աշխատողները, եթե Հայաստանում միջին աշխատավարձը 300-400 դրամ է, ռադիոյում 190, մոտ 190,000 դրամ է եւ դա ինձ շատ մեծ ցավ է պատճառում եւ ես համոզված եմ, որ այս մոտեցումը պետք է վերանայվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան, բանն եք ավելացնելու։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ հարցի համար։ Տիկին Ղազարյան, ես կուզեմ պարզապես արձանագրեմ, էլի, ովքեր որ դիտում են, եթե իհարկե մեզ դիտում են, որ այս պահին ընդհանրապես ունեմ, որ գոնե դիտում են։ Ընդհանրապես ես էլ հույս ունեմ, որ ինչ որ մեկը գոնե դիտում է այս նիստը, ընդհանրապես երկու падգամավոր են ներկա եւ ես ցավում եմ նաեւ, որ մեր ֆինանսների նախարարության գործընկերները այստեղ ներկա չեն, չգիտեմ պրոտոկոլով ինչպես է նախատեսված, բայց ըստ էության հիմա նստած ենք մենք ավելի շատ ենք, քան թե ազգային ժողովի ներկայացուցիչները այստեղ, ինչը ցավալի է։ Եվ հատկապես ցավալի է, որ մենք անընդհատ լսում ենք ձեր նիստերի ընթացքում ազգային ժողովի տարբեր մեղադրանքներ, տարբեր հերյուրանքներ, ստեր, ինչ ասես լսում ենք հանրայինի մասին, բայց երբ որ մենք գալիս ենք ազգային ժողով, ոչ ոք հարց չունի մեզ տալու։ Այսինքն ես չգիտեմ սա ինչ է նշանակում, առնվազն ինձ համար շատ տարօրինակ է,
Պարոն Բաբայան, շնորհակալ եմ, որ հիշեցիք հարցը տեխնիկական վերազինման մասով, բայց ոչ միայն այդ խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ կան, որոնք հանրային հեռարձակման ոլորտում մենք ունենք ու չեն լուծվում։ Ու ես կառաջարկեի, որպեսզի մեր համապատասխան հանձնաժողովը միգուցե պետք է հատուկ լսումներ անի այն թեմայով, հանրայինի թեմայով, հենց հանրային հեռարձակման, որտեղ եկեք կանչենք մեր բոլոր ընդդիմադիր գործընկերներին, թող իրենց հարցերը տան, մենք ներկայացնենք, թե մենք ինչ ենք անում ընդհանրապես հանրային հեռուստաընկերությունում, հանրային ռադիոյում, շողակաթում եւ ընդհանրապես մեր խորհրդում եւ նաեւ պատասխանենք բոլոր վատ հարցերին, բայց նաեւ ասենք, թե ինչի կարիք ունի հանրային հեռարձակող այսօր, որովհետեւ այսպիսի նիստերով արդյունավետ չէ։ Տիկին Ղազարյան, պարոն Բաբայան, ամենայն հարգանքով, բայց սա ուղղակի անարգանք ոնց որ լինի, էլի գալիս ենք, բայց ոչ ոք չկա, ոչ մեկի հետաքրքիր չէ եւ հանրայինը վստահ եմ ազգային ժողովում միգուցե ավելի շատ են խնդիրները, բայց հանրային հեռարձակումը դա անընդհատ հեռարձակվող ինստիտուտ է, էլի եւ մենք լիքը խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում։ Վերջին երևի թե 5 տարիների ընթացքում միայն տեխնիկականին անդրադառնալով, պարոն Բաբայան, մենք անընդհատ դիմում ենք ֆինանսների նախարարությանը տարբեր պահանջներով, ոչ թե պահանջներով, չէ, առաջարկներով դիմում ենք տարբեր ֆինանսական միջոցներ հատկացնելու շատ տարբեր ծրագրերի մասով, որոնք տեխնիկականից սկսած մինչև վերաբերում են աշխատավարձերի բյուջեին, որը 2015 թվականից չի փոխվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ մեր նախարարության գործընկերները անգամ չեն լսում, թե մենք ինչ ենք առաջարկում, չեն կարդում իմ տպավորությամբ, պարզապես չեն կարդում մենք ինչ ենք առաջարկում, որովհետև մոտավորապես մի օր ստացվելու է այն, որ հանրայինի եթերը կանգնելու է եւ հետո հարցնելու են, բա ինչի կանգնեց։ Եվ մենք միայն դրա համար ենք ամեն տարի ուղարկում նույն թուղթը, ինչ որ ուղարկում ենք։ Ես ձեզ կարող եմ փոխանցել այն թղթերը, մենք ամեն տարի ուղարկում ենք նույն թղթերը, որ նույն խնդիրներն ունենք, ամեն տարի պարզապես հանում են բյուջեից։ Եվ սա արդեն դառնում է ուղղակի անիմաստ գործողություն, որը մենք անում ենք պարզապես որպեսզի մեզ ապահովագրենք, հետո որ մեզ ինչ որ մի բան մեկը հարցնի, ասենք տեսեք մենք դիմել ենք, չեք տվել գումարը։ Այսինքն սա կարծում եմ, որ սխալ է եւ ընդհանրապես հանրային հեռարձակման հանդեպ այս վերաբերմունքն է կարծում եմ սխալ։ Շնորհակալ եմ ձեզ ու այն падգամավորներին ընդհանրապես, ովքեր որ հետաքրքրվում են երբեմն հանրային հեռարձակման, բայց շնորհակալ կլինեմ, որ միգուցե եթե ոչ բոլորիս, ապա հանրային հեռուստաընկերության մասով առնվազն ես խնդրում եմ կազմակերպել հանրային լսումներ, թող բոլոր վատ հարցերը պատրաստ են, բերեն, մենք արձագանքենք բոլոր վատ հարցերին, որովհետև շատ հաճախ ձեր նիստերին այդ հարցերը պարոն Հակոբյանին են տալիս, Տիգրան Հակոբյանին նկատի ունեմ, եւ ձեզ էլ են տալիս, մեղադրանքներ են հնչում, իսկ մենք չգիտենք ինչպես արձագանքել դրան, որովհետև եթե հայտարարություն տարածենք կմեկնաբանվի քաղաքական է։ Եթե չենք արձագանքում, ստացվում է, որ ճիշտ են ասում, բայց այնպես չի, որ ճիշտ են ասում։ Դրա համար ես կարծում եմ ճիշտ կլինի, որ նման քննարկում տեղի ունենա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մովսիսյան, մի քանի արձագանք ունեմ, եթե հնչել է այս ընթացքում նույն առաջարկը, սա ինչ որ բաներ, որոնք ազգային ժողովում, որոնք դուք կարծում եք, որ անարձագանք են մնացել եւ կարիք կա որ արձագանքեք, հիմա կարող եք դրանց անդրադառնալ։ Ես ճիշտն ասած բազմաթիվ տենց բաներ էի հավաքել խոսույթներ ազգային ժողովի, որոնք մտածում էի ձեզ ուղղել, բայց չեմ մտածում, որ ոնց որ չգիտեմ, հեսա ընթացքում կմտածեմ, ոնց որ ես պետքա ձեզ այդ հարցը տամ, որտեղ ես ձեզ այդ հարցերը իրական չունեմ, ես ուրիշների հարցերի մասին եմ մտածում։ Երկրորդ բանը, ես ներողություն ընդհատելու համար ես շատ հաճախ կարծում եմ, որ դա ընդհանուր քաղաքական հայտարարություններ է, ենթադրում եմ քաղաքական իմաստուն են դրանք, որովհետև եթե լինեին իրոք հետաքրքիր, ապա այստեղ գոնե մեկը ինչ որ հարց կհնչեցներ, որը այս 1 տարվա կամ կես տարվա ընթացքում մենք տարին 2 անգամ ենք գալիս, եւ ես չեմ հիշում շատ դեպք, որ մեզ ինչ որ հարց տան կամ վատ հարց տան ընդհանրապես այն հարցերը, որոնք որ ազգային ժողովի նիստերում տալիս են, հա, ու սա առնվազն տարօրինակ է էլի։ Երկրորդ բանը, այս եկեք պարտավորվենք մենք ես հանձնաժողովի անունից, որ մենք առաջիկայում այս ամսվա մեջ մի հատ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով աշխատանքային քննարկում կունենանք հանձնաժողովի չեմ խոսում ամբողջ կազմը եւ գուցե դա արդյունավետ էլ չլինի, հանձնաժողովը դուք ու ֆինանսների նախարարությունը հասկանալու համար մենք ոնց ենք առաջ շարժվում, որովհետև ձեր ասածները շատ մտահոգիչ են հնչում եւ նաեւ են, որ տարիներ շարունակ նույն արձագանքն եք ստանում։ Երրորդ բանը, որ կուզեի ասել հանրային լսումների մասին, ճիշտն ասած, պարոն Մովսիսյան, եթե
ոնց որ հետաքրքրվողները, որոնք ամենաշատն են ձեզանով ձեր աշխատանքով հետաքրքրվում տարվա ընթացքում, ամենահրապարակայինը, ամենահնչեղ ամբիոններից, ամենաշատն են բողոքում, որ իրանց ձայնը բավականաչափ լսելի չի, հանրային ռեսուրսները օգտագործող կամ հանրային ռեսուրսների հաշվին կայատևող եթերներում, որ տարբերակված լուսաբանում կա եւ այլն եւ այսպես շարունակ իրանք այս շենքում են կամ պիտի որ լինեին, այստեղ չեն ու ձեզ հարցեր չեն տալիս, վստահ չեմ թե հանրային լուսումները ինչ որ կերպ կօգնեն դրան։ Մենք ունենք մեդիայի թեմայով հանրային լուսումների նախաձեռնություն, պարոն Գաբրիելյանի հետ քննարկում ենք, բայց ուզում ենք դա զուգորդել օրենքի հետ, որտեղ գիտեք որ միշտ օրենքի հետ կապված պետքա լինի հանրային լուսումները, ինքը ոնց որ պարզապես թեմատիկ չի կարող լինել։ Եվ ես հիշում եմ հանրայինի տնօրենը մի ժամանակ, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում բաներ զեկույց էր ներկայացնում։ Կարող է մենք քննարկենք, տեսեք, падգամավորներով կարակին։ Դա էլ ենք մենք առաջարկել, Տիկին Ղազարյան, դա էլ ենք մենք առաջարկել, դա ԱԺ կանոնակարգում էր ֆիքսված, հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն էր զեկուցում ազգային ժողովում, հետո մի հետաքրքիր պատճառով պարզապես հանեցին դա կանոնակարգից, որից հետո արդեն խորհրդի նախագահը չի զեկուցում ազգային ժողովում։ Շնորհակալություն պարոն Մովսիսյան, եթե ավելացնելու բան ունեք, հարցեր, ավելացնելու բաներ, եթե չունեք, մենք այս բանի նիստը կհամարենք բան, որովհետև իրական այն նախորդ շրջանում շտապեցնել պայմանավորված էր նրան, որ հեսա հանրայինն է գալու, դա կարա անվերջ տևի, բայց պարզվեց ես լավ չեմ կանխատեսում, վատ կանխատեսող եմ, ինչ կարող անեմ։ Պարոն Դանիելյան, կարող է հարց ունեք։ Պարոն Դանիելյանը հարցնում է ով է, կարող է սխալ սենյակ եկել ուրիշ բան էիք փնտրում։ Լավ, այսքանով ավարտենք մեր քննարկումը հանձնաժողովի բյուջետային եւ առաջիկա քննարկումը արդեն մյուս հանձնաժողովի